Պրոբացիայի ծառայություն եք զանգել հիմա։ Այո։ Չեմ պատասխանում։ Ասին վրես համարով զանգենք։ Հիմա ինչ պետք է անեմ, ինչև կվերցնեն, պետք է գան իրենք ուղեկցեն Բագրատ Սրբազանին։ Դե ասել են, սովորաբար պրակտիկայում այդպես չի լինում, քանի որ դատարանը թույլատրում է, ուղղակի տեղյակ է լինում, որ այդ ժամին դուրս գալը խախտում չի համարվում, էլի, մեր բոլոր թեկուզ նույնպես 18 արդարների գործով, նրանք ընտրություն չի, մարդը գնում է հիվանդանոց, բժշկի։ Տեղյակ է պահում, այդ պահին պրոբացիայի ծառայողը չեն է գալիս։ Չնայած 7 ժամ ժամանակ է տվել ժամը 9-ից։ 9-ից նշել է, որ ժամից 9-ից, հիմա քանիսն է ժամը։ 9:44։ Հիմա ինչ պետք է անեք, այսինքն Սրբազան կարգը ինչպիսին էր։ Պետք է ուղեկցեն իրենք ձեզ։ Այդպես են ասել։ Դատարանը նման պարտավորություն չի դրել։ Բայց իրենք ասացին, որ ուղեկցեն, եկել սպասեցին, ժամը 9-ին է նշել դատարանը։ Ու դեռ Ավելի արագ կհասնի էլի, քան եթե սենց սպասեն։ Ոնց չեն կարող դուրս գալ, չհասկացա։ Այսինքն ինչպես չեն կարող դուրս գալ։ Ժամը 9-ին պարտավոր եք այստեղ լինելու։ Դատարանը սահմանել է, որպեսզի մենք ժամը 9-ին այստեղից շարժվենք։ Հիմա ձեր իրավասությունը ավելին է, քան դատարանին է, ըստ օրենքի։ Կապի մեջ ենք, բայց զգուշացնում են ձեզ, որ եթե չեկան, մենք շարժվենք, բարև ձեզ։ Արև ձեզ, ում եք են խոսում ներեցեք։ Մեկ ում ենք խոսում, ներեցեք։ Պրոբացիայի ծառայությունից է, ուղեկցողները կմոտենան արգելին։ Երբ։ Եթե հստակեցնեմ 1 րոպե։ Իմ ժամից 1 ժամ արդեն խլել են ուղեկցողները։ 1 րոպե սպասեք արգելի զանգարում։ Հա։ Լավ, շնորհակալ։ Այո։ Ուղեկցողները դուրս են եկել մոտենում են։ քանի Մինչև երբ տեղում կլինեն Արշակունյացից են։ Մոտ մի 20-25 րոպեից։ Լավ, սպասեմ։ Լավ արգելիս։ 1 ժամ 25 րոպե խլեցին ձեզանից Սրբազան։ Պաստորեն։ Հիմա վերևն է սահմանելա, որ իբր ժամը 4-ին է վերադառնում։ Չէ։ Ախր պրակտիկ